Ես էլ գիտեմ, որ Աստվածաշունչը ասում է մեղք, բայց ես բացատրեցի մեղքի կարևորությունը ինչու՞մն է։ Հիմա եթե մարդիկ մեղք են գործել, դաջել են, ու ապաշխարել են, այնի այդ մեղքը մնում է իրանց վրա։ Չի ջնջվում իրանց մեղքը իրանցից։ Հիսուսի արյունը այդ դաջվածները պիտի ջնջի, չէ, իրանց է ջնջում, իրանց ներսի մեղքն է ջնջում, իրանց կատարած մեղքն է ջնջում։ Բայց ինչ որ մարմնի վրա լինում, ասում դաջում են։ Դա մարդու նախասիրությունն է, դա կարող կախվածություն լինի։ Որ ինչ կախվածություն է, դա արդեն չհագեցնող հագուրտ է, հա, առաջացնում մարդու մոտ ունենալու, ստանալու, ուզելու, ցանկանալու, փափագելու։ Դա արդեն կախվածություն է։ Ինքը մեղքի ուղղվածություն է։ Սակայն եթե ամեն մարդ մեղք է գործում, մարմնից դուրս է գործվում այդ մեղքը, հասկանում եք։ Իսկ եթե մարդ շնանում է, այդ մեղքը գործում է իր մարմնի մեջ եւ մարդը պղծվում է։ Սակայն ինչ մեղք որ մարդը գործում է, շնությունից դուրս, գործում է մարմնից դուրս։ Դու մեղք չես գործում, որ հասկանում ես, որ դաջվածքը մեղք է, սակայն շատ բաներից մեղք ես գործում։ Այդ երևացող, հա, քոնը չերևացողն է։ Իրա դաջվածքը երևում է մեղք, հա, բայց քո մեղքը որ չի երևում, ի՞նչ է։ Անձնական մեղք, հա, որ կալակուլ տալ է, տալ, որ հետո տերը գիտի ոնց է։ Այդ մարդն երևացող, քոնը չերևացող, դու ես։ Բայց դու գիտես, որ դա մեղք է։ Հե մեղքը որն է, դու ես շատ մեղք է գործում։ Հիմա դու ուզում ես արդարանաս ուրիշ ազգին տրվելիքի օրենքներով։ Դրանով դու ուզում ես արդարանաս, ես գիտես, որ դաջված չեմ անում, ես արդար եմ։ Չի կարելի այդպես, այդպես բան չկա։ Հասկանում եք։